Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մարտի 13 Եվ նույն իր ձեռքը մեկնեց և առավ նրան և ներս բերեց իր մոտ տապանի մեջ։ Ծննդոց 8-րդ գլուխ 9-րդ խոսք։ Ուժասպառ եղած իր թափառումներից աղավնին վերջապես վերադառնում է տապան, որպես իր միակ հանգստավայր։ Օ ինչ ծանր է նա թռչում, գրեթե վայր է ընկնում, նա երբեք չի հասնի տապանին, բայց ոչ, նա շարունակում է պայքարել։ Նոյն ամբողջ օրը սպասել էր իր աղավնուն և հիմա պատրաստ է ընդունելու նրան։ Եվ ահա նա մի կերպ հասնում է տապանին, հազիվ կարողանում է իջնել դրա վրա և ամեն վայրկյան պատրաստ է վայր ընկնելու։ Հենց այդ պահին էր, որ Նոյը իր ձեռքը մեկնեց և առավ նրան և ներս բերեց իր մոտ։ Նկատեք, որ հենց Նոյն իր ձեռքը մեկնեց և ներս բերեց նրան։ Նա չափազանց վախեցած և հոգնած էր, որպեսզի ինքնուրույն կարողանար ներս մտնել։ Թափառող աղավնու նկատմամբ ողորմություն ցուցաբերվեց, և նրան չկշտամբեցին իր թափառումների համար։ Նրան ներս ընդունեցին այնպիսին, ինչպիսին կար։ Այսպես էլ դու կարող ես ընդունելություն գտնել, ով մոլորված մեղավոր, որ ամբողջությամբ թաղված ես մեղքի մեջ։ Միայն վերադարձիր, սրանք Աստծո շնորհառատ խոսքերն են, միայն վերադարձիր։ Ինչպե՞ս, միթե ուրիշ ոչինչ հարկավոր չէ։ Ոչ, միայն վերադարձիր։ Աղավնին այս անգամ ձիթեն ու ճյուղ չուներ իր բերանին։ Նա չուներ բացարձակապես ոչ մի բան, բացի իրենից և իր թափառումներից, սակայն նա վերադարձավ և Նոյը ներս բերեց նրան։ Թռիր, ով թափառաշրջիկ, թռիր, ով ուժասպառ եղած աղավնի, թեև դու կարծում ես, որ ագռավի պես սև ես և մեղքով ապականված, բայց դարձիր դեպի քո Փրկիչը։ Ձգձգման ամեն վայրկյանն ավելացնում է քո թշվառությունը։ Ինքդ քեզ բարելավելու և Հիսուսին արժանի դառնալու քո բոլոր փորձերը իզուր և ունայն են։ Արի նրան ինչպես որ կաս։ Ետ դարձիր, ով ապստամբ Իսրայել, ասում է Տերը։ Նա չի ասում ետ դարձիր, ով ապաշխարող Իսրայել, թեպետ անշուշտ մեղավորի դարսն ուղեկցվում է ապաշխարությամբ, այլ ով ապստամբ Իսրայել։ Չնայած քո բոլոր սայթաքումներին ու մեղավոր ճանապարհներին, դարձիր նրան։ Հիսուսը սպասում է քեզ, նա իր ձեռքը կմեկնի և քեզ ներս կբերի իր մոտ, քո ճշմարիտ տունը։